Արդյոք դուք ճիշտ չափի life insurance ունեք։ Շատերի հետ երբ որ ես զրուցում եմ, մարդիկ ասում են ունեմ ես life insurance, բայց ունենալը ճիշտ չափսը եւ ինչքան որ ունես, դրանք տարբեր բաներ են։ Օրինակ տամ ձեզ, ինչքանն է ճիշտ չափսը յուրաքանչյուր անհատի կամ ընտանիքի համար, երբ որ դու գնում ես life insurance։ Ֆորմուլա գոյություն ունի եւ մենք անվանում ենք դա Dime ֆորմուլա։ D-ն նշանակում է ինչքան debt, ինչքան պարտքեր ունի անհատը, I-ը income, ինչքան եկամուտ է սարքում տարեկան, M mortgage, ինչքան պարտք ունի իր mortgage-ի վրա կամ տան բալանսի վրա, E education, եթե երեխաների համար մի կողմ գումար է ուզում դնել եւ վերջում իհարկե պետք է ավելացնենք final expenses, եթե անհատին դեպք պատահի իր final expense ծախսերը։ Օրինակը վերցրել եմ, անհատը ունի 50,000 պարտք իր credit քարտերի եւ 30,000 ավտոլոների վրա, 50,000 եկամուտ է սարքում տարեկան, գոյն է 10 տարվա replacement պիտի ունենա, դա անում է արդեն 500,000, այս օրինակում օրինակ 500,000 պարտք ունի դեռ իր mortgage-ի վրա, 150,000 երեխաների education-ի համար եւ 50,000 funeral expense-ների համար։ Եթե գումարում եմ այս բոլոր թվերը, 1,280,000 է անում այս անհատի դեպքում ճիշտ coverage-ը life insurance առնելուց։ Երբ որ նայում եք այս թվաբանությանը եւ այս ֆորմուլային, տեսեք թե դուք ինչքան coverage ունեք։ Եթե անհատը ասում է ես ունեմ coverage 100,000, բայց ինքը այս թվաբանությունից այդքան հեռու է, ցավոք սրտի, եթե դեպք պատահի այդ 100,000-ը չի փակելու մեծամասնությունը այս օրինակի դեպքում։ Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպես պետք է ձեր պարագայում հաշվենք life insurance-ի coverage amount-ը, ինձի direct message արեք եւ ես մեծ սիրով ավելի մանրամասը կբացատրեմ ձեզ։ Մայիս Կարիբյան։